Այսօր արդեն 4-րդ, գուցե 5-րդ անգամ է, որ մեր տան լույսերը նորից տանում են։ Իրականում ամեն ինչ սկսվեց ամսի 27-ի գիշերը, երբ Վարդաշեն ենթակայանում բռնկվել էր մեծ հրդեհ։ Սկզբում բոլորիս թվում էր, սա հերթական անջատումն է, կտևի ընդամենը մի քանի ժամ, բայց ոչ։ Մենք լույս չունեցանք ամսի 28-ին, ամբողջությամբ ամսի 29-ին, ամբողջությամբ միայն ամսի 30-ի առավոտյան վերականգնվեց էլեկտրամատակարարումը, սակայն ընդամենը հաշված ժամերով։ Նորից տարան, ամբողջ օրվա ընթացքում տատանվեց լույսերը, անջատվեց, միացավ։ Հեռախոսից մարտկոցն ընդամենը 10% էր, որն օգտագործում էի ծայրահեղ անհրաժեշտության պարագայում։ Սկզբում գնացի խանութ եւ գնեցի 6 մոմ, որից հիմա 3-ն է մնացել։ Տան ջերմաստիճանը ժամ առ ժամ ավելի էր նվազում։ Ինչ որ ձև փորձում էինք պահել հիմնականում մի սենյակում հավաքվելով, բայց մեր հիմնական միջոցը իհարկե գազով տունը տաքացնելն էր, ինչը ինչպես գիտենք, այդքան էլ անվտանգ չէ։ Չունենք լույս, չունենք լիցքավորված հեռախոսներ, չունենք ինտերնետ, բայց ունենք շատ ազատ ժամանակ միմյանց հետ խոսելու եւ խաղալու։ Սա միայն մի մասն է այն բոլոր սեղանի խաղերի, որ խաղացել ենք այդ 50 ժամվա մեջ։ Հասցրել ենք նաև խաղալ իմ ծնողների մանկության խաղերը, այն է ինչ-որ բառեր գուշակել, մտապահել, գրել կամ ինչ-որ նկարներ նկարել եւ կրկնօրինակել, սակայն կար մի խնդիր, տան ջերմաստիճանը ժամ առ ժամ ավելի էր նվազում։ Մի բան էլ մոռացա ասեմ, ամանորը երևի թե այս տարի ավանդական ձևով տանը չենք նշելու, քանի որ ոչինչ չենք հասցրել անել, պատրաստել։ Հիմա ամսի 31-ն է արդեն եւ մեր տան լույսերը, ինչպես տեսնում եք, դեռ չեն տվել։